թեման, ամփոփման դաս է։ Մինչ անդրադառնալը թեմային եւ մինչ ամփոփելը, ապա տեսնեմ, ովքեր հարցեր ունեն ընդհանուր թեմայի շուրջ։ Կան մարդիկ, ովքեր չեն պատկերացնում, թեման չեն հասկացել, արագի հետ կապված հարցեր ունեն, կան այդպիսի աշակերտներ, ապա եռագույն թղթերով ցույց եք տալիս, այնպես ինչպես մենք միշտ կատարում ենք։ Չէ, դուք ցույց եք տալիս, որ հասկացել եք, բոլորը թեման հասկացել եք, կանաչը դա է, չէ՞ վկայում։ Չունեք նարնջագույն, որ հարցեր ունեք, կարմիր, որ թեման ընդհանրապես չի յուրացրել, չունենք։ Շատ լավ, հրաշալի է, ապա ուշադրությունը էկրանին, որտեղ մեր այսօրվա թեմայի ամփոփման հետ կապված խորագիր ենք, գրել առակս ինչն ու ցուցանն է, ապա տեսնենք ինչ է նշանակում կցուցանը, արտաքին։ Ցուցանները նշանակում է առակս ինչ ցույց կտա։ Ինչ ցույց կտա։ Էլ ինչ է նշանակում գոր։ Ինչպես մեկնաբանես։ Ինչ կսովորացնես։ Կսովորես։ Կսովորես, որ Նի։ Ահա։ Ապա գնալու։ ինչ է մեզ խրատում։ Ինչ է մեզ խրատում։ Կցուցանե բառը մեր ոսկեղենի գրականյան ձևով է գրված։ Եվ առակս ինչ ցույց կտա։ Դա է նշանակում, առակս ինչ կցուցանե։ Մեր այսօրվա թեման հենց ամբողջությամբ նրա շուրջ է պատտվել։ Մինչ դասի ամփոփման անդրադառնալը ես ուզում եմ մի հրահանգ տալ։ Ուրեմն նախ մեզ պետք են երկու աշակերտ, ովքեր շատ ակտիվ եւ շատ հմուտ ձևով ողջ դասի ընթացքը ուշադրության կենտրոնում կպահեն եւ վերջում կտան իրենց փոքրիկ հետազոտության արդյունքը, կներկայացնեն, թե իրենք դասի ընթացքում ինչ տերություններ, ինչ հետաքրքիր փաստեր եւ ինչ են նկատել, այսինքն նրանք կկատարեն լրագրողական աշխատանք։ Ուզում եմ տեսնել, ովքեր են ցանկանում այդ աշխատանքը կատարել։ Երկու աշակերտ է պետք։ Թող լինի Լիլիթը եւ լինի Գենադին։ Ուրեմն ինչ եք անելու դուք։ Ամբողջ դասի ընթացքում ուշադիր հետևելու եք, ձեզ մոտ ունեցեք փոքրիկ նոթատետեր, նշումներ եք անելու եւ դասի վերջում 1 րոպեի ընթացքում ներկայացնելու եք, թե ինչպես եք գնահատում դուք դասը, ինչ առանձնահատկություններ կարող եք այսպես նշել։ Պարզ է, մինչ բայց դուք ամբողջ ընթացքում մեզ միացած դասին մասնակից եք։ Պարզ է։ Լավ, հիմա անդրադառնանք առակին եւ փորձենք ներկայացնել առակը եւ հեքիաթը միասին համեմատության մեջ։ Քանի որ մենք ուսումնասիրել ենք նաեւ հեքիաթները։ Ռուզաննա, գրադարտակին գծիր բերի դիագրամ, արագ, եւ փորձենք ներկայացնել հեքիաթին եւ հեքիաթին եւ առակին տանք բնութագրող հատկանիշներ, ընդհանրական մասը պիտի ազատ լիներ։ Դիագրամով ներկայացրել ենք հեքիաթը եւ առակը, արագ յուրաքանչյուրը հատկանիշներ է տալիս երկու ստեղծագործություններին, որպես նրանց նմանություն ունեցող ստեղծագործություններ, եւ Ռուզաննան որքան հնարավոր է կարող է ձեր ասածը գրել։ Ասեք, մեկը հենց դուք Ռուզաննա։ Առակը լինում է փոքրածավալ։ Փոքրածավալ, շատ արագ գրիր։ Ապա հեքիաթները կամ առակները նորից Անյանա ինչ կասես իրապատում առակներ ունենք իհարկե։ Իսկ կարող ես ասել իրապատում առակները հիմնականում որ առակներն են։ Ո՞վ կարող է ասել։ Մարդկանց կողմից Չէ, բոլոր առակներն են մարդկանց կողմից են, բայց այ իրապատում առակները որ առակներն են հիմնականում։ Ասել ես թե։ Իրապատում առակները այն առակներն են, որոնք խաղում են կարևոր դերասաններն են մարդիկ։ Ահա, իրականում կերպարները մարդիկ, ճիշտ եք ասում, հեքիաթից եք ծանոթ, բայց իրապատում առակներին մենք հանդիպում ենք շատ Հիսուսի առակները, չէ՞, որտեղ իրական մարդիկ են գլխավոր հերոսները, այդպես է։ Այո, իրապատում կարող են լինել հեքիաթները, նաև առակները, Ինեսա։ Կենդանականը որին ավելի շատ։ Առակին։ Եվ առակին կարող են, եւ հեքիաթին կարող են, այո։
Ռուզաննա մի քիչ արագ գրիր կամ կրճատ գրիր։ Խրատական, լյուսի, իրական, թողլինի իրական, ապա տեսնենք Էդգար։ Կախարդականը տանք հեքիաթ մի շատապես, ապա տեսնենք Լինա ուսուցանող շատ ճիշտ է և երկու հատկանիշը գող հետաքրքիր, այո, քեզ համար հետաքրքիր են և առակները և հեքիաթները մենք կարող ենք այստեղ հատկանի նորիկ ասա դու էլ ասա բովանդակալից, այո մենք այն հատկանիշներով հարստացնել, չէ, մեր երկու ստեղծագործություններն էլ, բայց փորձենք գտնել նաև նրանց ընդհանուր կողմը, առակը և հեքիաթը, ինչ ընդհանուր կողմ ունեն, այլ դուք ինչ ընդհանրություն կարող եք նշել, ասա տեսնենք շատապես երկուսն էլ ստեղծում են մարդիկ, ահա, էլ ինչ ընդհանրություն կարող եք, Կարինա, մարդիկ խրատներ են լսում, այո, մարդկանց լավ արանքները, այո, ընդգծվում են, նրանց լավ գործերը խրախուսվում են, ճիշտ է, կեցես, և էլ ինչ կասեք, Լինա, դու ինչ կասես։ Երկուսն էլ կարող են լինել իրական և ոչ իրական։ Իրական և ոչ իրական, շատ լավ։ Հիմա երկու ստեղծագործությունների ամենահատկանշական առանձնահատկությունը, որ երկուսն էլ ինչ են անում մեզ, խրատում են, չէ, երկուսն էլ խրատում են։ Առակը ընդգծված բարոյախրատական մաս ունի, իսկ հեքիաթում մենք ամբողջ հեքիաթի ընթացքում տեսնում ենք այդ խրատները հեղինակի կողմից և հերոսների միջոցով մեզ ուղղված։ Ճիշտ է։ Այժմ մենք կատարելու ենք խմբային աշխատանք, գործնական աշխատանք։ Գործնական աշխատանքը ունի հետևյալ պահանջը։ Արդեն իսկ խմբերը ձևավորված են և երկու առաջադրանքներից կբաժանենք առաջին երկու խումբը մի առաջադրանքը կկատարի, երրորդ և չորրորդ խումբը կկատարի մյուս առաջադրանքը։ Առաջին և երկրորդ խմբերը ստանում են հետևյալ առաջադրանքը։ Ձեր անցած առակներից ընտրում եք ձեր ցանկության մի առակ, այդ առակի հերոսներին ավելացնում եք նոր հերոս, ձեր ընտրած հերոսը, որը կփոխի ամբողջ առակի բարոյախրատական մասը։ Հասկացեք ինչ եմ ասում։ Նոր հերոսը պիտի ամբողջ բարոյախրատական մասի վրա ազդեցություն ունենա։ Երրորդ և չորրորդ խմբերն ինչ են անում, ես տալիս եմ ձեզ նոր առակ, ձեզ անծանոթ առակ, որը չունի բարոյախրատական մաս։ Դուք կարդում եք առակը, անցած շարադրում եք շատ արագ և բարոյախրատական մասը ինքներդ գրում եք։ Պարզ է, կան հասկանալի հարց։ Ավարտեցինք աշխատանքները և այժմ դուք յուրաքանչյուր խումբ ներկայացնի, թե ինչ աշխատանք է կատարել։ Տեսեք ով է առաջինը ներկայացնում։ Առաջինը հենց առաջին խումբը բարձրացրեց, դուք արագ բարձրացրիք, ապա դուք կներկայացնեք և վերջում ձեր ուշ կողմնորոշվող խումբը կներկայացնի, ըստ արագաշարժության որոշենք, այսօր էլ այսպես կատարենք։ Անպայման նշեմ, որ խմբերը մեկ մյուսին հենց իրենք են գնահատելու։ Առաջին խումբը կգնահատի երկրորդ խմբին, երկրորդը երրորդ խմբին, երրորդը չորրորդ խմբին, չորրորդը առաջին խմբին։ Պարզ է, այնպես որ շատ ուշադիր եք լինում, որ ձեր գնահատականները լինեն ճիշտ և մեկնաբանված։ Հայտ տեսնենք ինչ եք կատարել, նախ ձեր առաջադրանքը, ձեր հանձնարարությունը ինչն է։ Մենք ընտրել ենք բարին և չարը առակը դասագրքից ձեր անցած առակ, ապա դիսեղանին տեսնենք և այստեղ գրել ենք մի փոքր մաս գրքից և մի քիչ փոփոխվել ենք մեր նոր հերոսով։ Լավ, ըստ Վարդան Այգեկցու առակի բովանդակությունը ինչպիսին է, շատ հակիրճ ներկայացրեք։ Գող, ինչ է ասում Այգեկցին առակում, դու նստիր հայր։ Որ չարը փոսը փորի, ինքն էլ կընկնի։ Ահա, Այգեկցին
Ասում է, որ չարը ինքն իրեն իր փոսը կընկնի։ Ահա, դուք նոր հերոս եք ավելացրել։ Ահա, ինչ հերոս եք ավելացրել։ Ալինա ինչ հերոս եք ավելացրել։ Մենք ավելացրել ենք մի նոր հերոս, որը բարի ընկերն է։ Եվ նրա ներկայությամբ ամբողջ բարոյախրատական մասը փոխվել է, ճիշտ է։ Ինչ ավարտ է ունեցել։ Ավարտ է ունեցել, որ բարի ընկերը օգնում է ընկերոջը եւ չի ընկնում փոսի։ Առակն ուսուցանում է, որ Արագն ուսուցանում է, որ ապա Գայանե։ Արագն ուսուցանում է, որ չարը չարով կվերանա, իսկ ընկերությունը միշտ ուժեղն է։ Ահա, առակն այդպես է, այդ է ուսուցանում։ Ես տեսնում եմ շատ գեղեցիկ պատկերներ, շատ գեղեցիկ նկարված։ Ով է նկարել։ Գայանե, դու ես նկարել։ Ունես տաղանդ նկարչության հետ կապված։ Գնում ես որևէ խմբակ։ Գնացել ես։ Լավ, հրաշալի է երկրորդ խումբը, ով է ներկայացնելու, երկրորդը դուք եք ներկայացնելու, ապա տեսնենք։ Մենք ներկայացնում ենք Առաջ դրան։ Ահա։ Մենք ներկայացնում ենք Աղվեսն ու Հովազը։ Աղվեսն ու Հովազը։ Այս առակը գրել է Եզոպոսը։ Այս առակում Եզոպոսը մեզ ասում է, որ Հովազը ասում է, որ ես ավելի գեղեցիկ եմ, արտաքինը ավելի լավն է, իսկ Աղվեսն այս ժամանակ պատասխանում է, ասում է, ես եմ գեղեցիկ, դու գեղեցիկ չես, ասում է, որտև իմ հոգին մաքուր է և բարի։ Այստեղ մենք գրել ենք, որ առակի բարոյախրատական մասը դուք եք գրել։ Ապա տեսնեմ ով կկարդա, Դարլաքյան ինչ բարոյախրատական մաս եք գրել։ Նստած կարդացեք, նստած աշխատիչ։ Առակը սկսության է, որ արտաքինը կապ չունի, այլ կարևոր է բարիությունը և հոգատարությունը։ Այստեղ անպայման ուղղում եք, որից առաջ ստորագրել եք դնում։ Առակը դա է ուսուցանում։ Այո, անպայման ուշադրություն եք դարձնում էկրանին, որովհետև մեր նշանավոր առակագիրների նկարները անընդհատ փոփոխվում են։ Ձեր առակի հեղինակն ով է։ Եզոպոսն էր, այո։ Ապա դուք այլեցուց ներկայացրիք։ Մենք այստեղ անընդհատ փոփոխվող բառերի սարիկաշարժում ենք։ Եվ ահա, տեսնեմ, որ Մեր թեման է Առյուծն ու Աղվեսը։ Առյուծն ու Աղվեսը գրել է Վարդան Այգեկցին։ ապա Մենք այստեղ կտցրել ենք ավելացրել ենք Առյուծի նկարից, որը ծնում է իր կորյունին։ ահա, Բայց Աղվեսը ասում է, որ մի կորյուն է ծնում, բայց Առյուծը պատասխանում է, որ ես մի կորյուն եմ ծնում, ոչ թե քեզ նման Աղվես։ ահա, Մենք ինչ է ուսուցանում առակը, դուք ինչ ավարտ եք օրինեք։ Առակը ուսուցանում է, որ չպետք է մյուսին նախանձել և որ քոնը առակը ուսուցանում է, որ պետք չէ մյուսին նախանձել։ Պետք չէ մյուսին նախանձել։ Դուք այդպես եք որոշել, որ դա է ուսուցանում, ուրեմն այդպես եք ճիշտ գտել։ Կարող է նաև ուսուցանել, որ կարևորը քանակը չէ, կարևորը նաև որակն է, չէ, որ առյուծը առյուծ է ծնում, կորյուն է ծնում, չէ, և կարևոր չէ, որ մեկն է, այդ մեկի մեջ որակական շատ կարևոր հատկանիշներն են։ Լավ, և մյուս խումբը ինչ է ներկայացնում, վերջին Ներկայացրել ենք տունը թեման, որի հեղինակը ժողովուրդն են, մեր առաջադրանքը այն է, որ պետք է ժողովրդական առակը, մեր առաջադրանքը այն է, որ պետք է ավելացնենք հերոսին, ապա ինչ է ավելացրել։ Մենք ավելացրել ենք մեծահարուստին, որը հիմար է տալիս տղային, որ նոր տուն կառուցել։ Նոր տուն կառուցել։ Մենուա, ըստ ժողովրդի, ինչ ավարտ է ունենում, այսինքն առակի բնագրում, ինչ բարոյախրատական մաս կար, ինչ է ուսուցանում, ինչ է ցույց տալիս։ Ուսուցանում է, որ տնից լավ տեղ չկա։ Հրաշալի է։ Իսկ դուք ինչ ավարտ եք օրինել, ինչ է, նոր հերոսի հետ կապված։ Որ նոր հերոսը տղային փող է տալիս, որ նա գնա
տուն կառուցի։ Իր երազանքի հետևից գնա, իր երազանքի տունը կառուցի։ Եվ ո՞րն է բարոյախոսական ասելիքը ձեր, Դավիթ։ Բարոյախոսական ասելիքն է, որ բարությունը միշտ կողմի է, հրաշալի աշխատանք է կատարել, 4 խումբներ հետաքրքիր աշխատանքներ են ներկայացրել։ Այժմ պիտի գնահատեք, ուշադիր եղել չեք եկեք Լուսին, գնահատում եք, առաջին խումբը գնահատում է երկրորդ խմբին։ Լուսինը ինչ է, իմիջայլոց գնահատման սանդղակը 1-ից 10 բալային համակարգով է, 1-ից 10, դուք ձեր գնահատականը տալիս եք մեկնաբանված և մտածված։ Առաջին խումբը, ես այսպես գծում եմ, այժմ յուրաքանչյուր խումբ պիտի գնահատի իր զուգահեռ խմբին, արդեն իսկ ասել եմ առաջին երկրորդին, երկրորդին երրորդին, երրորդը չորրորդին, չորրորդ առաջինին և գնահատումը պիտի լինի 1-ից 10 միավորային համակարգով և գնահատումը պետք է լինի հիմնավորված և ողջ խմբի կողմից։ Պարզ է, ապա տեսնենք, ով է ներկայացնում առաջին խմբից, Լուսի, ինչ գնահատական է։ Մենք որոշել ենք այս երկրորդ խմբին տալ 9 բալ, 9 միավոր եք տալիս։ 9 միավոր բովանդակությունս։ Բովանդակությունը ձեզ դուր է եկել։ Պատկերները։ Շատ լավ, դուք այդպես եք որոշել, ուրեմն 9 է գնահատվում։ Երկրորդ խումբը խորեն։ Մենք որոշել ենք, որ երրորդ խմբի աշխատանքը գնահատենք 8։ Ինչու խորեն։ Պատկերները գեղեցիկ չեն նկարված։ Աղվեսը չկա։ Լավ, 8 միավոր եք ստանում դուք, քանի որ ձեր պատկերները այնքան էլ գեղեցիկ չեն։ Գուցե նրանք համեմատել են առաջին խմբի նկարների հետ, որովհետև այստեղ շատ գեղեցիկ էին պատկերները։ Եվ երրորդ խումբը գնահատում է չորրորդ խմբին։ Գորասա տեսնեմ, ինչ եք գնահատում։ Մենք խմբով այս աշխատանքը գնահատել ենք 8 միավոր, բովանդակությունը վատն է, քան մյուս խմբին։ Ո՞ր մասում են թերացել, նրանք բարոյախոսական մասն են գրել։ Թերացել են ըստ ձեզ։ Հա? Մենք գրենք, որ արտաքինը կապ չունի, ավելի կարևոր է բարությունը և օգտակարությունը։ Դա ձեր խմբի կողմից որոշված գնահատականն է։ Լավ, 8 եք ստանում, մարդիկ 8 են ձեզ գնահատել առանց քննարկելու ընդունում եք այդ գնահատականը։ Եվ դուք գնահատում եք առաջին խմբին։ Առաջին խմբին, Կարինե, գնահատեք։ Մենք նրանց գնահատում ենք 9, քանի որ նկարներն են գեղեցիկ և բովանդակությունը։ Նկարները և բովանդակությունը գեղեցիկ է։ Ինչ խոսք, նկարները իսկապես հրաշալի էին պատկերված և շնորհիվ Գայանեի մեր նկարչուհի և բովանդակությունը ևս ձեզ դուր է եկել։ Ապրեք բոլորդ, գնահատականները խմբերի կողմից էին ձևավորված և որոշ չափով հիմնավորված են։ Այժմ կատարում են լեզվական աշխատանք։ Արագ կատարում են հնչյունափոխության հետ կապված բաժություն, ձեզ արագ բաժանում են թղթերը և զույգային աշխատանք են կատարում։ Յուրաքանչյուրը իր կողքի նստող աշակերտի հետ բառեր է գրում, թող կողքից նստած աշակերտները թող միմյանց հետ աշխատեն, ուրեմն հնչյունափոխության հետ կապված։ Գրում ենք հիմնականում մի ավանք կամ գուցե թե բազմավանք, ինչպես որ դուք կցանկանաք բառեր և բառաբարդման ու արձանցման միջոցով ստանում ենք նոր բառեր։ Կողքը նշում ենք անպայման ինչ հնչյունափոխություն է կատարվել։ Ձեր սիրած առաջադրանքներից մեկն է, չէ՞։ Մենք հաճախ ենք կատարում բառ, որից ստանում ենք նոր բառ։ Կլինի արձանցման եղանակով, կլինի բառաբարդման եղանակով, անպայման նշում ենք, թե ինչ
նշանակողություն է կատարել։ Աշխատեք զույգ-զույգ։ Այստեղ դերձեք։ Լեզվական աշխատանքը նշանակողության հետ կապված, ապա ներկայացում ենք արագ-արագ զույգերից մեկը զույգի աշխատանքը ներկայացնում։ Սկսենք այդ թևից։ Ալինա, թեզից սկսենք, արագ, բարձր գեղեցիկ կատարել։ Դուր դռնակ, նուր դռնակ։ Ինչ է կատարվել։ Նշանակություն։ Հա, ինչ է կատարվել, ասա։ Դարձել է գաղտնավան։ Գաղտնավանքի ճիշտ է, ահա։ Դռնակ, դարձել է գաղտնավան։ Դարձել է մյուսերի դիպ դու կարդա։ Դեն դիմանական, դարձել է ի։ Ահա, այն դարձել է ի։ Նստած։ Դուր դռնիկ, նշանակողել է դու։ Ուն դարձել է վ, ապա այստեղից Գայանե կարդա։ Նստած կարդացի։ Արու ակակ, դարձել է դու։ Ճիշտ է, գոր։ Տուն տնակ, դարձել է գաղտնաբար։ Գաղտնավանքի, տեսնեմ ալիք դու ինչ ես գրել, կարդա, կարդա, գրածդ կարդա, ձուձվի, ինչ է կատարվել, օգնեք, ուն դարձել է, վ, Էդգար դու ինչ ես գրել, Կապս կապել, ույը դարձել է զլվել է, ահա, այստեղ, կարդա գոր, գնդակ դարձել է գաղտնավան։ ապա, Տուն տնակ, դարձել է գաղտնավան։ ուն դարձել է գաղտնավանքի ոչ, ուն չի դարձել գաղտնավանքի տուն տնակում, ինչ է կատարվել, Դարձել է գաղտնավան։ համոզված եք, տուն, տնակ, ուն սլվել է, ճիշտ է, գոր ճիշտ է, դուք այդպես եք կարծում, դարձել է, ուն դարձել է գաղտնավանքի գոր, իրականում դու ճիշտ էիք գրել, ես ուզում էի տեսնել որքանում եք ուշադրում, բայց դու քո ճիշտ գրածը անմիջապես կասկադի տակ գրեցիր, դու ճիշտ էիք գրել, ուն տնակ, ուն դարձել է գաղտնավանքի պարզ է, կարդա Գենադին, Շեն շինություն նշանակողվել է դարձել է ի։ ճիշտ է, գոր դու կարդա, Տուն տնակ, տուն տնակն եք գրել, լավ, այստեղ է կարդան, Լինա դու էլ ես ուզում, լավ, կարդա Լինա, Անյուր անրաղած, ույը նշանակողվել է գաղտնավանքի։ ալյուր, ալրահաց, ապա տեսնենք որ գրել, ալ, որտեղ է գտնվում, Գտնվում է քո լայի ու ջրի միջև։ դրի արանքում, չէ, արդյոք ճիշտ է գրել, ալ, ռաղաց, գաղտնավանքի ընդսում ես, դե ուղը, լավ, այստեղ ենք կարդում, Ռուզաննա կարդան, Արու արվակին դարձել է վ, գուն գնդակին դարձել է գաղտնավան, փուչ փչակ, դարձել է գաղտնավան լավ, Կարինա դու կարդան, իր ըղծալին դարձել է գաղտնավան ին գաղտնավան խ է, իրց ըղծալին, բառասկզբի ըն, գաղտնավանքի խ է, թե ըն է հենց, ինչ է, գաղտնավանքի ըն չէ, ահա, բառասկզբի ըն է հենց, գրվում է, այո, Տուն տնակ, դարձել է գաղտնավան գաղտնավանքի ը, և ալի Գյորգի դու ես կարդում, Թութ թթվար, թթու, թթվար, դարձել է վ, տուն տնակ, դարձել է իսկապես թթու թթվաշում ուն դարձել է վ, սղվել է, թթու թթվաշ, ուն վ է դարձել թե սղվել է, սղվել է, այդպես եք կարծում, ուշադիր չէ, ուն դարձել է, ուն դարձել է, այո, այս ձեր զգոնությունն էլ եմ զգում, ստուգել թե որքանով եք ուշադիր դուք ձեր ընկերոջ գրածի նրա կատարած սխալի կամ ճիշտ առաջադրանքի հետ կապված։
Լավ, լեզվական նյութը ևս իրացրել եք, այժմ ամփոփում ենք մեր առակ թեման ընդհանրապես։ Ի վերջո, այսքան երկար ուսումնասիրելուց հետո ես ուզում եմ անպայման ձեր գրքերին էլ անդրադառնամ, մենք ունենք նաև այսպիսի հետաքրքիր գրքեր, ձեր իսկ ձեռքով պատրաստած, ես բոլորն ուսումնասիրել եմ եւ հիացել եմ եւ տեսել եմ, թե ինչքան հետաքրքիր աշխատանքներ եք դուք տարել եւ ի վերջո առանց ուսումնասիրելուց հետո ինչ պատկերացում ունենք, ինչ թեմատիկ խումբ կստեղծենք առակ բառի շուրջ։ Այստեղ այսպես գրում են առակ։ Ահա, եւ այդ շողերը բանավոր դուք կասեք, առակը։ Հիմա դուք ոչ թե բնութագրում եք, այլ փորձում ենք ստեղծել մի այնպիսի թեմատիկ խումբ, որը կլինի անմիջապես առակի հետ կապ, առակ բառի հետ կապ ունեցող։ Ինչ բառ կարող եք կապել։ Դուք ձեր մտքում ծնված բառերը բոլորը կարող եք ասել։ Սկսենք, տեսնենք, Ինեսա, քեզնից սկսենք։ Հոգրածավալ, անմիջապես կապ ունի։ Ես չգրեմ, դուք բանավոր արագ ասեք։ Դալակյան։ Առակը կարող է լինել խրատական։ Խրատական, մեկ բառ ենք ասում, խրատական, ճիշտ է։ Խթարգոշ։ Մխիթար գոշ, կեցես, մխիթար գոշ ինչ կապ ունի յոգի առակ բառի հետ։ Առակագիր։ Ահա։ Դատաստանագրք։ Դատաստանագրքի հեղինակն է, այո։ Դատաստանագիրքը առակների ժողովածու է, թե։ Օրենքների ժողովածու է, ճիշտ է, բայց մխիթար գոշը նշանավոր առակագիրներից է։ Տեսեմ Արևիկ։ Վարդան այգեցի աղվեսագիր։ Աղվեսագիրքը կեցես և Հայկը ավարտեցինք աշխատանքները եւ այժմ դուք յուրաքանչյուր խումբ ներկայացնի, թե ինչ աշխատանք է կատարել։ Տեսեք ով է առաջինը ներկայացնում։ Առաջինը հենց առաջին խումբը բարձրացրեց, դուք արագ բարձրացվիք, ապա դուք կներկայացնեք եւ վերջում ձեր ուշ կողմնորոշվող խումբը կներկայացնի, ըստ արագաշարժության որոշենք, այսօր էլ այսպես կատարենք։ Անպայման նշեմ, որ խմբերը մեկ մյուսին հենց իրենք են գնահատել։ Առաջին խումբը կգնահատի երկրորդ խմբին, երկրորդը երրորդ խմբին, երրորդը չորրորդ խմբին, չորրորդը առաջին խմբին։ Պարզ է, այնպես որ շատ ուշադիր է լինում, որ ձեր գնահատականները լինեն ճիշտ եւ մեկնաբանված։ Հայտ տեսնենք ինչ եք կատել, նախ ձեր առաջադրանքը, ձեր հանձնարարությունը ինչն է։ Մենք ընտրել ենք բարին եւ չարը առակը Ահա, դասագրքից ձեր անցած առակ, ապա եւ այստեղ դիսեղանին տեսնենք։ Եվ այստեղ գրել ենք մի փոքր մաս գրքից եւ մի քիչ փոփոխվել ենք մեր նոր հերոսով։ Լավ, ըստ Վարդան Այգեկցու առակի բովանդակությունը ինչպիսին է, շատ հակիրճ ներկայացրեք։ Գող, ինչ է ասում Այգեկցին առակում։ Դու նստիր Հայ։ Որ չարը փոսը փորի ինքն էլ կընկնի։ Ահա, Այգեկցին Ասում է, որ չարը ինքն իրեն իր փոսը կընկնի։ Ահա, դուք նոր հերոս եք ավելացրել։ Ահա, ինչ հերոս եք ավելացրել։ Ալինա, ինչ հերոս եք ավելացրել։ Մենք ավելացրել ենք մի նոր հերոս, որը բարի ընկերն է։ Եվ նրա ներկայությամբ ամբողջ բարոյախրատական մասը փոխվել է, ճիշտ է։ Ինչ ավարտ է ունեցել։ Ավարտ է ունեցել, որ բարի ընկերը օգնում է ընկերոջը եւ չի ընկնում փոսը։ Առակն ուսուցանում է, որ Առակն ուսուցանում է, որ ապագայան է։ Առակն ուսուցանում է, որ չարը չարով կվերանա, իսկ ընկերությունը միշտ ուժեղ կնա։ Ահա, առակն այդպես է, այդ է ուսուցանում։ Ես տեսնում եմ շատ գեղեցիկ պատկերներ, շատ գեղեցիկ նկարված, ով է նկարել։ Գայանե, դու ես նկարել։ Ունես տաղանդ նկարչության հետ կապված։ Գնում ես որևէ խմբակ։ Գնացել ես։ Լավ։ Հրաշալի է, երկրորդ խումբը ով է ներկայացնելու, երկրորդը դուք եք ներկայացնելու, ապա տեսնենք։ Մենք ներկայացնում ենք Առաջ է դրան։ Ահա։
Մենք ներկայացնում ենք աղվեսն ու հովազը։ Աղվեսն ու հովազը։ Այս առակը գրել է Եզոպոսը։ Այս առակում Եզոպոսը մեզ ասում է, որ հովազը ասում է, որ ես ավելի գեղեցիկ եմ, իմ արտաքինը ավելի լավն է, իսկ աղվեսն այն ժամանակ պատասխանում է, ասում է, բայց ես եմ գեղեցիկ, դու գեղեցիկ չես, ասում է, որտև իմ հոգին մաքուր է և բարի։ Այստեղ մենք գրել ենք, որ Առակի բարեախլատական մասը դուք եք գրել։ Ապա տեսնեմ ով կկարդա Դալլաքյան ինչ բարեախլատական մաս եք գրել։ Նստած կարդացեք, նստած աշխատիր։ Առակը սկսության է, որ արտաքինը կապ չունի, այլ կարևոր է բարիությունը եւ հոգատարությունը։ Այստեղ անպայման ուղում եք, որից առաջ ստորագրել եք դնում։ Առակը դա է ուսուցանում։ Այո, անպայման ուշադրություն եք դարձնում էկրանին, որովհետև մեր նշանավոր առակագիրների նկարները անընդհատ փոփոխվում են։ Ձեր առակի հեղինակն ով է? Եզոպոսներ, այո։ Ապա դուք այլ երկցուց ներկայացրիք։ Մենք այստեղ անընդհատ փոփոխվող բառերի սարիկաշարք ունենք։ Եվ տեսնեմ, որ Մեր թեման է առյուծն ու աղվեսը։ Առյուծն ու աղվեսը գրել է Վարդան Այգեկցին։ ապա Մենք այստեղ կպցրել ենք ավելացրել ենք առյուծի նկարից, որը ծնում է իր կորյունին։ Բայց աղվեսը ասում է, որ մի կորյուն է ծնում, բայց առյուծը պատասխանում է, որ ես մի կորյուն եմ ծնում, ոչ թե քեզ նման աղվես։ Մենք ուսուցանում առակը, դուք ինչ ավարտ եք օրինեք։ Առակը ուսուցանում է, որ չպետք է մյուսին նախանձել և որ քոնը առակը ուսուցանում է, որ պետք չէ մյուսին նախանձել։ Պետք չէ մյուսին նախանձել։ Դուք այդպես եք որոշել, որ դա է ուսուցանում, ուրեմն այդպես եք ճիշտ գտել։ Կարող է նաև ուսուցանել, որ կարևորը քանակը չէ, կարևորը նաև որակն է, չէ, որ առյուծը առյուծ է ծնում, կորյուն է ծնում, չէ, և կարևոր չէ, որ մեկն է։ Այդ մեկի մեջ որակական շատ կարևոր հատկանիշներն են։ Լավ, և մյուս խումբը ինչ է ներկայացնում, վերջին Մենք ներկայացրել ենք տունը թեման, որի հեղինակը ժողովուրդն են։ Մեր առաջադրանքը այն է, որ պետք է ժողովրդական առակը, մեր առաջադրանքը այն է, որ պետք է ավելացնենք հերոսին։ ապա ինչ է ավելացրել։ Մենք ավելացրել ենք մեծահարուստին, որը հիմար է տալիս տղային, որ նոր տուն կառուցել։ Նոր տուն կառուցել։ Մենուա ըստ ժողովրդի ինչ ավարտ է ունենում, այսինքն առակի բնագրում, ինչ բարեախլատական մաս կար, ինչ է ուսուցանում, ինչ է ցույց տալիս։ Ուսուցանում է, որ տնից լավ տեղ չկա։ Հրաշալի է։ Իսկ դուք ինչ ավարտ եք օրինել։ Ինչ է, նոր հերոսի հետ կապված։ Նոր հերոսը տղային թող է տալիս, որ նա գնա տուն կառուցի։ Իր երազանքի հետևից գնա, իր երազանքի տունը կառուցի։ Եվ որն է բարեախլատական ասելիքը ձեր, Դավիթ։ Բարեախլատական մասը այն է, որ Բարությունը միշտ կողել է, հրաշալի աշխատանք է կատարել, 4 խումբներ հետաքրքիր աշխատանքներ են ներկայացրել։ Այժմ պիտի գնահատեք, ուշադիր եք եղել, չէ՞ եք մյուսին, գնահատում եք, առաջին խումբը գնահատում է երկրորդ խմբին։ Լուսինե ինչ է, իմիջայլոց գնահատման սանդղակը 1-ից 10 բալային համակարգով է, 1-ից 10, դուք ձեր գնահատականը տալիս եք մեկնաբանված և մտածված։ Առաջին խումբը, ես այստեղ գտնում եմ,